Ողջույն սիրելի հայրենակիցներ, սկսում ենք մեր պատմության դասերը հաղորդաշարի մեր հերթական հաղորդումը, որը ինչպես եւ խոստացել էինք նվիրված պետք է լինի հայ իրականության ամենամեծ գործիչներից մեկի Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործունեության լուսաբանմանը։ Ուրեմն, մինչև բուն նյութին անցնելը նախ շատ համառոտ ասեմ, ինչու որոշեցինք Մեսրոպ Մաշտոց։ Բացի այն, որ բազմաթիվ նամակներ էինք ստացել հատկապես նախամաշտոցյան գրին եւ դպրությանը նվիրված մեր հաղորդումից հետո, նաեւ կարեւոր է, նաեւ արդիական է միշտ կանգ առնել մեր մեծագույն գործիչներին, նրանց կենսագրությանը, մանավանդ որ մենք այսօր առավել քան երբեք ունենք ազգային միասնության, ազգային համախմբման, համազգային խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը։ Այսօր, երբ մեր ժողովրդի մոտ 30%-ն է ընդամենը իր հողի վրա ապրում եւ շուրջ 70% ապրում է օտար երկրում, եւ քանի որ մեր պատմության մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ շրջաններ, բազմաթիվ իրադարձություններ, որոնք կրկնվում են կամ նրանց երևույթն է կրկնվում, ապա մեր օրերում չսխալվելու համար մեզ անշուշտ պետք է հետադարձ հայացք կատարել եւ իհարկե նախ եւ առաջ սովորել մեր մեծերից։ Այսօրվա հաղորդման ընթացքում մենք հատուկ կանգ կառնենք Մեսրոպ Մաշտոցի կենսագրության մի քանի շատ հետաքրքիր էջերին, որոնք ցավոք սրտի պիտի ասեմ, որ մեզանում շատ անտեսված են։ Երբեմն նույնիսկ մեր դասագրքերում, դպրոցական եւ բուհական դասագրքերում այդ մասին կամ չեն գրվում կամ այսպես հարևանացի ընդամենը մեկ տողով, մինչդեռ դրանք խոշորագույն դասեր են, որոնք այսօր էլ պետք են մեզ ապրողներիս համար։ Ավանդույթի համաձայն ես անդրադարձ կատարեմ մի քանի նամակների, որոնք մենք մեր էլեկտրոնային փոստով ստացանք մեր հեռուստադիտողներից, որից հետո կանցնենք բուն նյութին։ Ուրեմն նամակագիրներից մեկը իսպանաբնակ մեր հայրենակից երգիչ Վաննո Թադեոն հայերի ծագման եւ Ուրարտուի հայկական բնույթի մասին մեր հաղորդումներից հետո շատ այսպես մեծ կարևորությամբ նշում է, որ իհարկե կարևոր էին մեզ իմանալու մեր ծագումնաբանությունը եւ անպայման խնդրում է հատուկ հաղորդում նվիրել ընդգծել թուրքերի ծագումը եւ այսօրվա ադրբեջանցի թուրքերի ծագումը, իրավացիորեն նշելով, որ նրանք ընդամենը 11-րդ դարում է մեր թվարկության, որ հայտնվեցին Ատրպատականի տարածքում, որը գիտեք աղավաղումով դարձավ Ադրբաջան եւ որը իհարկե հատուկ հաղորդման նյութ է, մենք առաջիկայում դրան անշուշտ կանդրադառնանք դրան եւ ընդհանրապես մեր պատմության վերջին հազարամյակի բազմաթիվ խնդիրների, որոնք նույնպես մեզ այսօր խորհելու եւ դասեր քաղելու առիթներ են ընձեռում։ Մեր նամակագիրներից Շուշանիկ Ավետիսյանը, որ ներկայումս նույնպես Իսպանիայում է բնակվում, ինքը գրում է, որ ծնունդով արմավիրցի է եւ ցավով հիշում է, թե ինչպես Արմավիր Արգիշտիխինիլի հուշարձանը, որի մասին անցած հաղորդմանը Վանի թագավորությանը նվիրված հաղորդմանը մենք համառոտ անդրադարձանք, թե ինչպես էր այդ հուշարձանը թալանվում, ինքը ականատես է եղել, թե ինչպես էին արժեքավոր իրերը թալանում եւ իհարկե իրավացիորեն իր տագնապն է հայտնում, որ պետք է մեր հուշարձանների նկատմամբ պատշաճ ուշադրություն լինի եւ պետական մակարդակի։ Անշուշտ միանշանակ իրավացի եք, ես ինքս ցավով կարող եմ այդ շարքը ավելացնել եւ ոչ թե միայն թվարկելով ավելացնել, այլ նաեւ ասել, թե հրաշքով ինչպես փրկվեցին մի քանի հուշարձաններ, որոնք կարող էին ոչնչանալ, եւ մի քանի հուշարձաններ, որոնք ունեն չափազանց մեծ նշանակություն, այսօր չկան։ Հենց նույն Արմավիրը, որի մասին գրում է մեր նամակագիրը, Արմավիրի տարածքից հայտնաբերվեցին 7 հատված հունարեն արձանագրությունների, ավելի ճիշտ ստեղծագործությունների, ողբերգությունների հատվածներ, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեն հենց Արտավազդ II արքայի հունարենով գրած ողբերգությունների հատվածները։ Եվ դրանք գրված էին 2 քարի վրա, մեկի վրա 3 հատված, մյուսի վրա 4 հատված։ Դրա հետ գտնվեց նաև մի քար հիրոգլիֆ արձանագրությամբ։
27 թվին դրանք կային, 30-ական թվականներին կային, բարեբախտաբար այդ ընթացքում եկան ուսումնասիրողներ օտար երկրներից, լուսանկարեցին, ուսումնասիրեցին, այսօր արձանագրությունները կրող քարերից մեկը, հունարեն արձանագրությունները կրող քարերից մեկը չկա և հիրոգլիֆ արձանագրությունը կրող քարը չկա, Արմավիրի բլուրի հենց անմիջապես ներքևում, իսկ մյուսը գտնվում է բավականին, ինչ ասեմ, անպաշտպան վիճակում, կողքը գերեզմաններ փորելով գալիս էին և մի 2 տարի առաջ էր, երբ որ այդ տագնապալի վիճակը մեզ մի կերպ հաջողվեց կանգնեցնել և այդ քարերը փրկվեցին, պահպանված քարերը, երբ որ հեռուստատեսության միջոցով մենք պետական մակարդակի մեծ աղմուկ բարձրացրեցինք և նման ճանապարհով փրկվեցին մի քանի այլ հուշարձաններ ևս, բայց այսօրվա հաղորդման ընթացքում ես մտածում եմ, որ մի անդրադարձ կկատարենք նախամաշտության գրերին, քանի որ նամակներ շատ եղան այդ մասին և այնտեղ ես ձեզ ցույց կտամ ապարանի ջրամբարի հատակին այսօր գտնվող արձանագրություններ, 86-87 թվերին դրանք հայտնաբերվեցին, թվագրվում են Քրիստոսից առաջ 16-15-րդ դարերով, այսինքն 3500 տարվա վաղեմություն ունեն և ժամանակին մարդիկ նույնիսկ հոգ չտարան, որ այդ 3500-ամյա վաղեմությամբ գրավոր հուշարձանները տեղափոխվեին Երևան և թանգարանի բակում դրանք նույն կառուցվածքով հավաքվեին և դրանք այսօր գտնվում են ոչ ավել, ոչ պակաս ապարանի ջրամբարի հատակին։ Ցավոք սրտի հնագիտական հուշարձանների նկատմամբ հոգացությունը այսօր շարունակում է մնալ լուրջ խնդիր։ Նամակներից մի քանիսը, որոնք մենք ստացել ենք, ուղղակիորեն վերաբերում են այսօրվա մեր հաղորդմանը, մասնավորապես Համո Աբելյանը Բելգիայից, ուրեմն նամակում մի քանի հարցում է արել կապված հենց Մաշտոցի գործունեության հետ, մասնավորապես թե քանի տարվա ընթացքում հաջողվեց ստեղծել հայերեն տառերը և հարցում է կատարել նաև Մաշտոցի ստեղծած վրացիների համար ստեղծած այբուբենին, որին իհարկե մենք կանդրադառնանք։ Մեր նամակագիրներից Հակոբ Ալթիփարմակյանը Ֆրանսիայից երկու նամակներով ուրեմն հարցումներ կատարում օտարագիր հայերեն գրության մասին, դրանց բովանդակության մասին և ոչ հայատառ, բայց հայաբարբար տեքստերի մասին, եթե դրանք կան, քանի որ հայոց լեզուն պիտի որ ապրած լինի նախքան Մաշտոցի գյուտը և դրանց բովանդակության մասին։ Ես որքան հիշում եմ նախամաշտոցյան գրերին նվիրված մեր հաղորդաշարի հաղորդման, հենց հաջորդ հաղորդման ժամանակ համառոտակի անդրադարձա դրան, բայց մենք այսօր ևս մի ուրեմն անդրադարձ կկատարենք նախամաշտության դպրությանը։ Նախորդ ուրեմն անդրադառնանք ևս երկու նամակի նախորդ հաղորդումից հետո Ֆրունզ Քոչարյանը ուրեմն հարցում է կատարում Արտաշես թագավորի ժամանակ նրա դրած սահմանակարերի վրա արամեերեն արձանագրությունների մասին և հետաքրքիր է իմանալ ինչու արամեերեն, երբ որ մենք գիր ունեինք և արդյոք նրանց անվանումը, արամեերեն անվանումը Արամ անունից է առաջացել թե ոչ, այսինքն կապ ունի մեզ հետ թե ոչ և նույն հարցին թերևս պիտի միացնել նաև նախորդ հաղորդման ժամանակ մեր հեռուստադիտողներից մեկի հեռախոսով ուղարկած հարցը, որ ինչ կարծիք կարող ենք հայտնել Պարիս Հերունու կատարած Մաշտոցյան գրերի մեկնության վերաբերյալ, Հերունին համարում է, որ Մաշտոցը դրանք չի ստեղծել, նա ընդամենը վերագտել է և վերահաստատել է հազարամյակներ առաջ գոյություն ունեցած հայոց այբուբենը, իսկ արամեական գրերի մասին ինքը փորձում է դրանք կարդալ հայերեն, ոչ միայն կարդալ հայերեն, այլ պարզապես հայտարարում է, որ չկա արամեերեն, դա հայերենն է։ Պիտի ասել, որ այս վերջին կարծիքի հետ իհարկե միանշանակ չի կարելի համաձայնվել, որովհետև արամեերենը կա, դա սեմական լեզու է և արամեերեն անվանումը մեր Արամի հետ կապ չունի։ Դա սեմական Արամ նահապետի հետ կապ ունի, որի մասին անշուշտ ովքեր որ Աստվածաշունչ կարդացել են, պիտի որ տեղյակ լինեն։ Անվան նմանությունը այստեղ մեզ չպետք է գայթակղեցնի, արամեերեն լեզուն կա, արամեերենով հազարավոր տեքստեր կան գրված, այլ հարց, որ արամեական այբուբենը Հայաստանում օգտագործելով դա կարող էին հարմարեցնել հայոց լեզվին,
սա լրիվ այլ հարց է։ Ինչպես ասենք, հույները վերցրեցին Փյունիկյան այբուբենը եւ հարմարեցրին իրենց լեզվին, հանեցին այն հնչյունները, որոնք չկային հունարենում, եւ փոխարենը ավելացրեցին այն հնչյունները, որոնք հունարենը ուներ։ Դրա շնորհիվ 22 տարանոց բաղաձայնային Փյունիկյան այբուբենը ներմուծելով հույները ռեֆորմի բարեփոխման ենթարկեցին եւ ստեղծեցին 24 տարանոց ձայնավորներով օժտված այբուբենը։ Ուրեմն, որպեսզի մեր ասելիքը ավելի ամբողջական լինի եւ քանի որ նախամաշտության գրերին արդեն ասեցի, նվիրված մեր հաղորդումից հետո բազմաթիվ ուրեմն հարցումներ եղան, մենք հիմա մի փոքր այսպես համառոտ ակնարկ կկատարեն կրկին նախամաշտության դպրության մասին մեր ունեցած տեղեկությունների վրայով, ընդ որում այդ ընթացքում հիմա ես կխնդրեմ օպերատորին, որպեսզի մեզ ցույց տա նաև պատկերները, մենք վերհիշենք դա եւ շարունակենք Մաշտոցի ստեղծածի մասին եւ այդ ֆոնի վրա իհարկե մեզ ավելի ամբողջական կպատկերանա եւ նախամաշտության մեր դպրությունը եւ Մեսրոպ Մաշտոցի ստեղծածը եւ Մեսրոպ Մաշտոց պետական, քաղաքական եւ մշակութային խոշորագույն գործիչը։ Էկրանին դուք հիմա տեսնում եք մեր առաջին նշանագրային համակարգը Քրիստոսից առաջ 5-ից 3-րդ հազարամյակներում, որը Հայաստանի ուրեմն Պղնձե Քարեդարյան ժամանակաշրջանում դեռևս ծնունդ առավ եւ շարունակվեց վաղ բրոնզի դարում։ Վաղ բրոնզը Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակի կեսերից թվագրվում է մինչև 3-րդ հազարամյակի կեսերը։ Խեցեղենի վրա է հատկապես շատ հանդիպում, դուք ձեր էկրանին տեսնում եք 3 վաղ բրոնզեդարյան ուրեմն նմուշներ, խեցեղենի նմուշներ, որոնց վրա կան այդ գաղափարանշանները։ Պիտի ասել, որ այսօր մի քանի 100, թերևս եթե ամբողջական հաշվեն 1000-ից ավելի նմուշ կա, բայց դրանք վերծանված չեն։ Սա երրորդ առաջի հազարամյակներում գծային գիրն է։ Կենտրոնում դուք որ տեսնում եք, այ քիչ առաջ որ ասում էի, Քուչակից գտնված ապարանի ջրամբարի տակ գտնվող արձանագրությունների գծանկարն է։ Ցավոք սրտի, այսօր եթե արտասահմանից մի գիտնական գա եւ ինձ դիմի, որ ուզում է տեսնել այդ արձանագրությունները, ես պիտի նրան ասեմ ջրասուզակի հագուստ հագի եւ միասին մտնենք ջրամբարի հատակը նայենք։ Անհեթեթ իրավիճակ է, անհեթեթ, որովհետեւ դժվար է պատկերացնել աշխարհում մի իրականություն, երբ որ մարդը ունի 3500 տարվա հնության գիր, դա հայտնաբերում է, պեղումներ են կատարվում, դամբարանը բացվում է, դամբարանը լրիվ անվնաս, ընդ որում 3500 տարի որ ասում եմ, դամբարանի ներսի նյութերի վերլուծությունից է այդ տարիքը ցույց տրվում։ Ընդ որում արձանագրությունները դամբարանի պատերի ներսի կողմում են, այսինքն դամբարանը փակվելուց հետո այլևս չի բացվել եւ հետո չեն ավելացվել այդ գրերը։ Եվ ունենալ նման հուշարձաններ ու այդպիսի անփութությամբ ջրամբարի տակ թողնել, չգիտեմ, բնորոշումները թողնում եմ ձեզ, որովհետև եթե ասեմ գուցե սա հեռուստատեսային ցենզուրայից դուրս կարող է լինել։ Ուրեմն շարունակենք այս գծային համակարգն է, աջ կողմում դուք տեսնում եք մեծամորի նշանները, իսկ ձախ կողմում տեսնում եք ձախ կողմի ներքևում արմավիրի այն արձանագրությունն է, հիերոգլիֆ, որ այսօր չկա։ Հունարեն արձանագրությունները կրող քարի հետ միասին սա եւս չկա։ Բարեբախտաբար ժամանակին Մեշչանինովը, ռուս գիտնական եւ մի շարք հայ գիտնականներից մի քանիսը սա լուսանկարեցին, հրատարակեցին եւ գոնե գիտական աշխարհում շրջանառության մեջ մտավ, թե չէ մենք այսօր այսպես բոբիկ մի վիճակում պիտի հայտնվեինք, պիտի ասեինք գտնվել է նման արձանագրություն, բայց ոչ նկարը կա, ոչ տեղեկություն։ Հաջորդ փուլը մենք որ ունենք Վանի թագավորության ժամանակաշրջանն է, սա հայկական լեռնաշխարհի պատկերագրության զարգացման երրորդ փուլն է։ Աջ կողմում դուք տեսնում եք վերծանված նշանները, այսօր այդ գրային համակարգը բաղկացած է 300 նշանից եւ վերծանված է ընդամենը մոտ 60, այսինքն մոտ 20%-ը։ Կենտրոնում դուք տեսնում եք Կավե Սալիկի գծանկարը, Վանից գտնված Թոփրախ Կալեի հնավայրից ունենք բրոնզե թասերի վրա, դրանից դեպի ձախ բրոնզե թիթեղներ ունենք մի քանի, որոնց վրա կան հիերոգլիֆներով արձանագրություն։ Ձեր էկրանին դուք վերևի ձախ կողմում տեսնում եք արքայական ընտանիքի երկրպագության տեսարանը, որտեղ դիմացը Իշպույնին է կանգնած, թագուհին, նրանից հետո կա Մենուան, փոքրիկ արքայազնը եւ ուսուցիչը։
մենուայի։ Ընդ որում բոլորի գլխավերևում հիերոգլիֆներով գրված են նրանց անունները եւ Իշպուինի եւ մենուայի անունները հաջողվեց վերծանել։ Այս վերծանության արդյունքները մեզանում 95 թվականին սկսեցին, սրա մասին էի քիչ առաջ ասում, բրոնզե թիթեղը այսօր պահվում է Ժնևի Բուդինի թանգարանում, նման թիթեղներ մենք բավականին մեծ քանակությամբ էլի ունենք, տարբեր թանգարաններում եւ Վանի թանգարանում մի օրինակը կա եւ աշխարհի տարբեր թանգարաններում, որ ծրված են։ Ինչ եղավ սրանից հետո հայկական մեհենագրության հետ։ Ուրեմն նախ մինչև դրան անցնելը ես օպերատորին խնդրեմ ցույց տա երկու առեղծվածային համակարգեր, որոնք մենք ունենք, սա սեպագիր համակարգն է, Հայաստանի երկրորդ սեպագիրը, որը ամբողջ աշխարհում կա միայն եւ միայն հայկական լեռնաշխարհում եւ Հայաստանից դուրս աշխարհի ոչ մի տեղում չի գտնվել։ Դուք որ նկարի վրա տեսնում եք, ուրեմն ձախ կողմում բանից գտնված կարմիր բերդից գտնված արձանագրությունն է, ներքևում դրա գրչանկարն է։ Եվ երբ որ իսկ աջ կողմինը Նախիջևանից գտնված, 3 արձանագրություն կա մինչև այսօր այդ համակարգով գտնված, երբ որ փորձում ենք վերլուծել, տեսնում ենք, որ այս գրահամակարգը պետք է որ եղած լինի սեպագիր այբուբեն։ Մեջտեղում դուք տեսնում եք նշանացանկը, փորձել ենք այսպես նշաններից հանել 20-ի չափ նշանները պարզաբանվում եւ սա շատ հետաքրքիր մի բան է։ Փաստորեն Հայաստանում բացի ասորեստանյան սեպագիրը, որ ներմուծված է դրսից, բացի մեր տեղական ուրարտական կամ բիայնական սեպագիրը, որը Միջագետքյանի այսպես բարեփոխման արդյունք էր, Հայաստանը ունեցել է եւս մեկ սեպագիր համակարգ, որը կապ չունի աշխարհի բոլոր սեպագրերի հետ, բոլոր սեպագրերը գիտենք, որ Միջագետքից են ծագում, շումերական սեպագիր համակարգից, եւ սա տեղում ինքնուրույն համակարգ ստեղծելու մի փորձ է։ Մեծ հավանականությամբ կարելի է ընդհանրել, որ դա նախաուրարտական շրջանում է ստեղծվել։ Իսկ այս մեկը առեղծվածային հսկայական նշաններ են։ Դուք հիմա տեսնում եք ձախ կողմում նկարը, որտեղ մարդը կա կանգնած նշանի կողքը եւ տեսնում եք ինչի հսկայական նշաններ, որովհետեւ սրանց գծերը ունեին 6-ից 30 սանտիմետր լայնություն, իսկ խորությունը փորվածքի 4-ից 30 սանտիմետր էր, եւ մեկ նշանի չափը, ամենափոքր նշանները 70 սանտիմետր են, ամենամեծը 3 մետր, եւ տեղ կա, որ մի ծայրին կանգնես, մյուսը չես տեսնի, սրանք առեղծվածային են, եւ եւս մի առեղծվածային հուշարձան, որ ժամանակին հրատարակվեց, ցլի, հիմա խնդրեմ նորից վերջի պատկերը բերվի, ցլի պաշտամունքին նվիրված, ուրեմն շատ հետաքրքիր մի քանդակապատկեր է, թագուհին, թագավորը եւ նրանց զավակները երկրպագում են պատվանդանի վրա դրած ցուլը եւ ներքևում երկու տողով արձանագրություն է, որը եւս շարունակում է մնալ չվերծանված։ Ուրեմն ինչ եղավ հայկական մեհենագրությունը։ Վանի թագավորությունից հետո մենք շատ քիչ նյութեր ունենք հայկական մեհենագրության հուշարձաններով եւ սակայն այն որ շարունակվել է դա միանշանակ, որ 301 թվականի նախորյակին մենք ունեինք հայոց դիցարանում կար դպրության աստված Տիրը, սա նույնպես հայտնի փաստ է, իսկ դպրություն սեփական գիր եւ գրականություն չունեցող ժողովուրդը չէր կարող պաշտել դպրության աստված։ Ընդ որում որ հայերը ունեին սեփական գիր եւ դպրություն, այդ մասին տեղեկացնում են 2-3 դարերում ապրած, այսինքն 301 թվականից բավականին վաղ ապրած հույն հեղինակներ Փիլոստրատոսը, Հիպպոլիտիսը, ունենք կողմնակի բազմաթիվ այլ տեղեկություններ եւս, որոնց մենք անդրադարձանք մեր նախամաշտության գրերին նվիրված հաղորդման ընթացքում։ Ինչ եղավ այս մեր գրերի հետ։ Այդ գրերը փակվեցին, սահմանափակվեցին մեհյաններում։ Սա նաև հարց է մեր հեռուստադիտողին, թե եթե կար հայկական գիրը, ինչի էին մեր թագավորները օգտագործում արամեական գիրը կամ հունական գիրը։ Ինչ տեղի ունեցավ։ Սա շատ կարևոր մի երևույթ է, որը եղել է Եգիպտոսում եւ Հայաստանում։ Եգիպտական քրմերը եւս հելենիստական ժամանակաշրջանում, երբ որ փորձ արվեց 24 տառանոց հունարենի նմանությամբ 24 տառանոց մի գրային համակարգ մտցնել եգիպտական քրմերի շրջանառության մեջ, նրանք հրաժարվեցին, որովհետև պահպանեցին սրբազան ավանդույթը։ Եգիպտական հիերոգլիֆ համակարգը, որ 1000-ից ավելի նշաններից էր բաղկացած, նրանք նախընտրեցին օգտագործել այդ դժվար 1000-ից ավելի գրային համակարգը, քան թե մարդու ստեղծած 24 տառանոց։ Նրանք պահպանեցին աստվածային սրբազան ավանդույթը, հավատարիմ մնացին։ Մոտավորապես նման բան տեղի ունեցավ մեր մոտ։ Տեղի ունեցավ մեր մոտ եւ մենք տեսնում ենք, որ
արքայական իշխանությունը ավելի այսպես գործնական պրակտիկ նկատառումներից ելնելով սկսեց օգտագործել այբուբենները օտար ծագում ունեցող արամեական, հունական, հիմնականում եւ արամեականից ծագող հետագայում նաեւ ասորական եւ պարսկական պահլավական այբուբենները, իսկ քրմությունը չընդունեց դրանք, չընդունեց եւ շարունակեց հավատարիմ մնալ։ Որտեղից դա գիտենք, որովհետեւ երբ որ 301-ին ընդունվեց քրիստոնեությունը, մեհենագրերը որպես նախորդ կրոնի բաղադրիչ մաս արգելվեցին եւ արգելվելով ավելի այսպես մոգական կերպարանք ստացան, իսկ հետագայում մենք տեսնում ենք այդ նույն մեհենագրերը արդեն հմայիլներում, որպես հմայագրեր, որպես մոգական կախարդական նշաններ, որին ժողովուրդը շարունակում էր հավատ ընծայել։ Մինչդեռ երբ որ մենք այսօր փորձում ենք դրանք կարդալ իրենց նախնական իմաստներով, այնտեղ կարդում ենք շատ պարզ օրհնանքի բանաձևեր, անեծքի բանաձևեր եւ դրանց մեջ մոգական կախարդական որևէ բան չկա, պարզապես ժողովուրդը շարունակում էր հավատ ընծայել, իսկ ամեն մի արգելված բան դառնում է ավելի խորհրդավոր, սա հայտնի փաստ է։ Եվ ես կուզենայի հիմի մի անդրադարձ կատարեինք նաև նախամաշտության Հայաստանում ներմուծված օտար գրային համակարգերին, որոնք կիրառել են մեր նախնիները։ 7 այդպիսի գրային համակարգ կար եւ հիմա օպերատորին խնդրենք, որպեսզի մեզ ցուցադրի։ Առաջինը դրանցից խեթալուվիական գրային համակարգը Քրիստոսից առաջ 15-ից 8-րդ դարերում կիրառված, հիմնականում Հայաստանի արևմտյան շրջանում էր կիրառվում, սա մոտ 500 նշանից բաղկացած գրային համակարգ է։ Հիմա դուք ավելի մոտիկից տեսնում եք Մալաթիայից գտնված այս պատկերաքանդակը եւ կտեսնեք հիմա երկրորդը, շատ գեղեցիկ նաեւ արվեստի գործեր են, շատ կարեւոր հուշարձաններ են եւ վերևի տողերում արձանագրություններն են։ Սա ուրեմն մոտ 700 տարի օգտագործվեց Հայաստանում։ Հաջորդ գրային համակարգը մենք որ ունենք, հիմա խնդրենք շարունակությունն ցույց տա, ասուրա-բաբելական սեպագիր համակարգն է, Քրիստոսից առաջ 9-ից 8-րդ դարերում կիրառվեց։ Կիրառել են բացառապես Վանի թագավորության արքաները եւ Արդինի Մուսասիրի ղեկավարները, քրմապետ արքաները։ Վերևի աջ կողմում դուք հիմա մեծ չափով տեսնում եք Արդինի Մուսասիրի քրմապետ արքա Ուրզաննայի կնիքը։ Իդեպ Ուրզաննա անունը ոչ պատահականորեն զուգահեռվում է հայոց վերջի քրմապետ Արձանի անվան հետ։ Հիմնականում այս արձանագրությունները բացի Տուշպավանի այդ գունավոր նկարը, որ դուք տեսնում եք, մյուսները օգտագործվել են երկլեզու արձանագրություններում։ Հաջորդը դուք հիմա տեսնում եք Վանի թագավորության սեպագիր համակարգն է, որի մասին արդեն ասվեց։ Սա Միջագետքից ներմուծված համակարգն է, որը բարեփոխման ենթարկվեց, ռեֆորմի ենթարկվեց Հայաստանում, եւ մենք ունենք բավականին կարևոր, ուրեմն մեծ քանակությամբ արձանագրություններ եւ շատ կարեւոր տեղեկություններ այդ արձանագրություններից։ 600-ից ավելի մեծ արձանագրություն ունենք, որի շնորհիվ մեզ համար պարզ է դառնում, լուսաբանվում է Վանի թագավորության պատմության ժամանակաշրջանը, որին մեր նախորդ հաղորդումն էր նվիրված։ Սրան հաջորդում է այբուբենների շրջանը, դուք տեսնում եք ձեր էկրանին հունարեն արձանագրությունները, ընդ որում ձախ կողմում երկու արձանագրություն Բաքուրից, մեկը գտնվել է Հռոմից, մյուսը Հյուսիսային Կովկասից, կենտրոնում վերևում բոլորից շատ հայտնի Գառնիի հիմնադրման արձանագրությունն է հունարեն Տրդատ առաջինի կողմից առաջին դար մեր թվարկության, ներքևում Տիգրան II-ի եւ Արտավազ II-ի արձանագրություն դրամները իրենց շրջերեսներով, որոնց վրա հունարենով կան գրություններ, եւ հիմա դուք տեսնում եք Տիգրանակերտի արձանագրության հատվածները, որոնք կային 1898-99 թվականներին, սակայն այսօր այլևս չկան։ Արամեատար արձանագրությունները, որոնց մասին խոսում էինք, սրանք ուրեմն տեսնում եք եւ ձախ կողմի եւ աջ կողմի վերևի մասում սահմանակարերը, որոնք ամենամեծ քանակն են այսօր գտնված արամեատար արձանագրությունների մեջ կազմում։ Դրանից բացի թասերի վրա կան լազուրիտե թասը կենտրոնում վերևում եք դուք տեսնում, կան դրամներ, կնիկներ, կնքադրոշումներ եւ սրանց մասին պիտի ուրեմն հատուկ ասվի, քանի որ քիչ առաջ էլ արդեն ասեցի մեր հեռուստադիտողների մոտ, երկու հեռուստադիտողի մոտ հարց կար, սրանց արձանագրությունների լեզուն ամենասկզբից դեռևս Հովսեփ Օրբելին 40-ական թվականներին ինքն էր, որ առաջին անգամ
այսպես հանդես եկավ հայտարարության, որ սա Արտաշես առաջինինը պետք է լինի, որովհետև Խորենացու մոտ կա սահմանակարերի նկարագրությունը, որոնք համարյա թե 100%-ով համապատասխանում են։ Եվ առաջ քաշվեց այն տեսակետը, որ եթե համաձայն էին այն ժամանակվա այս արձանագրությունների առաջին վերծանողներից Բորիսովը եւ մյուսները, որ դրանք պետք է կարդալ հայերեն լեզվով։ Հետո փորձեցին կարդալ արամեերեն։ Պիտի ասել, որ սրանց ընթերցումը ահա որ խախուտ է եւ խիստ կասկածելի։ Ինչի համար եմ ասում։ Նույն արձանագրությունը Սևանա լճի ավազանից գտնված միևնույն արձանագրությունը ժամանակին, քանի որ Սևանի ավազանից էին գտնվել, շատ հայտնի ֆրանսիացի ուսումնասիրող Դյուպոն Սոմերը կարդում էր որպես արքայական որսի մասին, ձկան որսի մասին արձանագրություն։ Արտաշես թագավոր, որդի Զարեհի, այստեղ ձուկ է որսում։ Այդ նույն արձանագրությունը հետագայում կարդացվեց եւ այսօր էլ ընդունված է կարդալ որպես Արտաշես թագավոր որդի Զարեհի, որ հողը բաժանեց գյուղերի միջև։ Ձուկ որսալ եւ հողը բաժանել գյուղերի միջև մի քիչ շատ հեռու ընթերցումներ են։ Ընդ որում երկուսն շատ հայտնի արամեագետների կողմից կամ միևնույն արձանագրությունը Սիսիանից գտնված իշխանասարից գտնված արձանագրությունը ամենամեծն է այս մինչև օրս գտնվածներից, ժամանակին կարդացում էր որպես Արտաշես թագավոր, Նեգփար թագադիր ասպետ, որդի աշխարհասարտի եւ այլն։ Հիմա այդ արձանագրությունը նույն հեղինակը 6 տարի ընդամենը դրանից հետո այդ Նեգփար թագադիր ասպետ, որդի աշխարհասարտի դրա փոխարեն կարդաց Արտաշես թագավոր, որ մարտնչում է չարի դեմ, հանում բարու հաղթանակի։ Այսինքն ոչ մի իրական այսպես հիմք չունենք հստակորեն ասելու, որ սա պետք է որ լինի ուրեմն ճիշտ ընթերցումը եւ դրա համար ուսումնասիրությունները այս ուղղությամբ պետք է շարունակվեն։ Ես ավելացնեմ դրան, որ ժամանակին երբ որ կասկած առաջացրեց, ես սկսեցի բոլոր արձանագրությունները հենց բնագրերը ստուգել, բարեբախտաբար դրանց հիմնական մասը Հայաստանում են պահվում այսօր, Հայաստանի թանգարաններում եւ հենց բնագրերից սկսեցի այդ ամբողջը պատճենահանել եւ մի շատ կարեւոր բան կա, այնտեղ կան նշաններ, օգտագործված են նշաններ, որոնք արամեական այբուբենում չկան։ Իսկ սա նշանակում է, որ ինչպես քիչ առաջ օրինակ բերեցի, Փյունիկյան այբուբենը հույները վերցրեցին, հանեցին իրենց մոտ չեղածը եւ ավելացրեցին իրենց եղած հնչյունները տարրերը, մեր մոտ կարող է նույն բանը տեղի ունեցած լինել։ Եվ արամեական այբուբենը կարող էր ռեֆորմի ենթարկված լինել Հայաստանում, համապատասխանեցվեր հայերենի։ Ասեմ, որ վերջերս կրկին փորձ արվեց հայերենով կարդալու, ցավոք սրտի արդեն հանգուցյալ սեպագրագետ Հովհաննես Կարագոզյանը մի զեկուցում կարդաց այդ մասին, իսկ բոլորովին վերջերս Երևանում էր գտնվում նաև հայտնի սեմագետ Լիվշիցը Պետերբուրգից, որը նույնպես զրույցների ժամանակ ասեց, որ այնուամենայնիվ ժամանակին Օրբելին եւ Բարիսովը ճիշտ էին եւ դրանք նորից պիտի կարդալ հայերեն։ Սակայն այսօր հայերեն դեռևս դրանք ընթերցված չեն։ Ցավոք սրտի հերունու ընթերցումները խիստ անհամոզիչ են։ Պարզապես ասենք կարող է վերցնել մի տառ, որը հայերեն ի տառի ասենք շրջված տեսքն է եւ արամերենում կարդալ ի իմաստով, որը նաեւ լեզվական առումով շատ անհամոզիչ է, բայց հուսով եմ, որ առաջիկայում ուսումնասիրությունները մեզ կբերեն ճշմարիտ իրական արդյունքների։ Ուրեմն սա եթե ամփոփենք, տեսեք, նախամաշտության շրջանում մենք ունենք 5 գրային համակարգ ստեղծված մեր նախնիների կողմից, որոնք կիրառվել են հայկական լեռնաշխարհում, միմիայն հայկական լեռնաշխարհում ամբողջ երկիր մոլորակի վրա, եւ եւս 7 գրային համակարգ։ Ուրեմն խեթալուվիական հիերոգլիֆիկ համակարգը, ասորեստանյան սեպագիրը, մեր տեղական սեպագիրը, որ ռեֆորմի արդյունք է, հունական գիրը, արամեական գիրը եւ եւս 2 գրային համակարգ։ Մեկը Հայաստանում լայնորեն օգտագործվեց 301 թվականից հետո ասորերենը, որպես քրիստոնեության քարոզչության երկրորդ լեզու, հունարենի հետ զուգահեռ, սա 6-րդ եւ 7-րդը Հայաստանի բաժանումից հետո 387 թվականին Հայաստանի բաժանումից հետո մենք տեսնում ենք, որ Հայաստանի արևելյան մասում, որտեղ որ հաստատվել էր Պարսկաստանի գերիշխանությունը, արքայական գրագրության մեջ մուտք է գործում միջին պարսկերենը կամ պահլավերենը, պարսկերեն լեզվով, եւ այդ մասին մենք ունենք մեր մատենագիրների բազմաթիվ տեղեկություններ ասորերենի եւ միջին պարսկերենի կամ պահլավերենի կիրառման մասին։ Թեպետ ասեմ, որ մինչև այսօր ոչ մի հնագիտական ապացույց դրա դեռևս չի գտնվել։ Ոչ ասորերեն, ոչ էլ
պահլավերեն կամ միջին պարսկերեն, ոչ մի արձանագրություն մինչ օրս Հայաստանից նախամաշտության շրջանի, այսինքն 4-րդ դարից չի գտնվել դեռևս։ Ամփոփելով նախամաշտության դպրության թեման, ես ասեմ, որ մինչև 301 թվականին ստեղծված այս գրավոր մշակույթն էր, որը անհրաժեշտություն պիտի առաջացներ եւ ժողովրդի գիտակցության մեջ անընդհատ պիտի լիներ սեփական գրավոր մշակույթ ունենալու անհրաժեշտությունը։ Այն որ այդ հազարամյակներով ստեղծված գրավոր մշակույթը այսպես անտեղի չանցավ, մենք շատ լավ կարող ենք տեսնել դա մեր լեզվական վիճակից եւս։ Բոլորիդ հայտնի է, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը իրականացավ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի եւ նրանց աշակերտների ձեռքով, հայոց Այբուբենի Մաշտոցյան Այբուբենի գյուտից հետո, մենք տեսնում ենք ուներ բացառիկ կատարելություն եւ բազմաթիվ ուսումնասիրողներ դա որակում են որպես թարգմանությունների թագուհի։ Ես մի փաստի վրա կուզեի ուշադրություն դարձնել, որ նախորդ հաղորդմանն էլ ասել եմ, ոչինչ որ կրկնվում եմ, սա շատ կարեւոր փաստ է։ Եթե գոյություն չունենար նախամաշտության այդ հազարամյակների դպրությունը, հայերենը չէր ունենա այն կատարելությունը, որ մենք տեսնում ենք 5-րդ դարում։ Սա պարզ վիճակագրություն է, ես ասում եմ, կներեք, ես ասում եմ ըստ Աճարյանի եւ Ջահուկյանի, ամեն մի լեզու, որը չի անցել գրավոր մշակում, ասենք բարբառները, ունենում է 7-ից 8000 բառապաշար ընդամենը։ Հայերենը գրաբարը այն էլ ոչ լրիվ հաշվարկներով ունի 60,000-ից ավելի բառապաշար, ինչը միանշանակ ցույց է տալիս, որ մենք այստեղ գործ ունենք անշուշտ հազարամյակների գրավոր մշակման ենթարկված լեզվի հետ, որի ապացույցը մեկ անգամ եւս կրկնենք իհարկե հայոց նախաքրիստոնեական դիցարանում դպրության Աստծո պաշտամունքն էր։ Սա այսպես Գալիս ենք նոր դարաշրջան, 301 թվականին արգելվում է նախաքրիստոնեական կրոնը եւ ավերված տաճարների մեջ Ագաթանգեղոսի տեղեկությունների համաձայն առաջին տաճարը, որ ավերվեց Վաղարշապատից Արտաշատ գնալու ճանապարհին, հենց դպրության Տիր Աստծո տաճարն էր Երազամույն կոչվող վայրում։ Դրանից հետո, ինչպես գիտենք, մեր մատենագիրները տեղեկացնում են, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո քրիստոնեության քարոզչության նպատակով Հայաստանում բացվեցին հունարեն եւ ասորերեն լեզուներով դպրոցներ։ Այստեղ իհարկե շատ տարօրինակ է։ Արվում է մի քայլ եւ ինչի չի արվում այդ քայլը միանգամից հայերենով դպրոցներ բացելու։ Ինչու Տրդատ երրորդը չգնաց դրան։ Մենք չունենք այս հարցի պատասխանը։ Ունենք միայն մի շատ հետաքրքիր ձեռագիր Եթովպիայից գտնված, որը կոչվում է Պատմություն Տրդատ թագավորի մասին, որտեղ տեղեկություն կա շատ մեզ համար առեղծվածային տեղեկություն է, որի ոչ ակունքը կարող ենք պարզել, ոչ էլ դրա հետագա այսպես շարունակությունը, որ Տրդատ արքայի ժամանակ հայերը սկզբում գրում էին հռոմեացիների գրով, այնուհետև պատերազմների ժամանակ վշտացած հակառակորդներից նրանք որոշեցին հրաժարվել եւ երկու հայ սրբեր Թադեոսը եւ Մարտիրոսը իրենց տվեցին աղոթքների, խնդրեցին Աստծուց եւ Աստված տվեց նրանց նախ 12, հետո էլ 24 տարեր եւ ստեղծվեց հայոց 24 տարանոց Այբուբենը Տրդատ երրորդի ժամանակ։ Որտեղից է գալիս սա, ցավոք սրտի մենք ավելին որևէ բան ասելու հնարավորություն չունենք, որովհետև սա եթովպական ձեռագիր է, հայկական աղբյուրները այդ մասին բացարձակապես ոչ մի տեղեկություն չեն հաղորդում մեզ։ Այնուամենայնիվ այս ձեռագիրը, որը պահպանվել եւ հասել է մեզ, Պատմություն Տրդատ թագավորի մասին, սա մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ այնուամենայնիվ 4-րդ դարում հենց Տրդատ երրորդի ժամանակ պետք է որ եղած լինի հայերեն լեզվով, հայերենի համար նոր գիր ստեղծելու, այբուբեն ստեղծելու փորձ, որի նպատակը պետք է լիներ հայկական քրիստոնեական դպրություն ունենալու, հայալեզու քրիստոնեական դպրություն ունենալու խնդրի լուծումը։ Ինչի չի դա տեղի ունեցել, մենք տեղեկություն չունենք, այնուամենայնիվ փաստը մնում է այն, որ Տրդատ երրորդը հիմնեց դպրոցներ, հունարեն եւ ասորերեն, այնուհետև դրանց թիվը շատացավ եւ ասենք օրինակ Աշտիշատի ժողովից հետո, որ հայոց եկեղեցու առաջին կանոնադիր ժողովն էր, մենք տեսնում ենք, որ Ներսես մեծի նախաձեռնությամբ դպրոցներ ստեղծվեցին նաեւ նրա ժամանակ եւ դրանք նույնպես ասորերեն էին եւ հունարեն էին։ Այնուհետև ես
կուզենայի այստեղ մենք հասնեինք Մեսրոպ Մաշտոցի արդեն բուն գործունեությանը եւ նախ եւ առաջ անել մի շատ կարեւոր ճշգրտում։ Համատարած դուք մեր գրքերում, հանրագիտարաններում կհանդիպեք Մաշտոցի բնորոշումը հայկական գրի ստեղծող եւ հայ ինքնուրույն եւ թարգմանական գրականության հիմնադիր։ Պիտի մեկն միշտ հրաժարվել այս սխալ մեկնությունից, որովհետև Մաշտոցը այո հայոց Այբուբենի հայոց նոր գրահամակարգի ստեղծողն է։ Հին գրահամակարգը մեհենագրությունը, որը բառավանկային համակարգ էր 300 նշաններից բաղկացած, դա արդեն անցյալի գիրքն էր անցել, 100 տարի արդեն չէր կիրառվել եւ Մաշտոցի ստեղծածը որակապես նոր երևույթ էր, Այբուբեն էր։ Իսկ հայ ինքնուրույն գրականություն անշուշտ կար դրանից առաջ եւ մենք չենք կարող դա ուրանալ, որովհետև բավական է միայն կարդալ Մովսես Խորենացու հայոց պատմությունը։ Հենց Խորենացու օգտագործած աղբյուրները այլ բան չեն, քան հայկական, ասենք, Օղյուն Քրմի մեհենական պատմությունը կամ Դարանաղյաց անիում պահվող Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոնում պահվող մեհենական ուրեմն պատմությունների մեծ արխիվը եւ բազմաթիվ ուրիշ տեղեկություններ, որ մենք ունենք հայերեն ինքնուրույն գրականության մասին։ Այնպես որ Մաշտոցին պետք է ճիշտ արժևորել, նա հայ նոր դպրության հիմնադիրն էր, գուցե այսպես բնորոշենք, հայոց դպրության վերածննդի հայրն էր։ Եվ շատ կարևոր մի բան, որ մենք հետո կանդրադառնանք, նա հայկական նոր մշակութակենտրոն քաղաքակրթության հիմնադիրն էր։ Նոր մշակութակենտրոն քաղաքակրթության։ Ես սրան դեռ կանդրադառնամ, ինչ նկատի ունենք նոր մշակութակենտրոն քաղաքակրթություն ասելով։ Հիմա ուղղակի այսպես մի համառոտ ակնարկով անդրադառնանք Մեսրոպ Մաշտոցի կենսագրությանը։ Բոլորիդ հայտնի է, որ Մաշտոցը ծնվել է Տարոն Գավառի Հացեկաց գյուղում, որ մեր ժողովուրդը կոչում էր Հացիկ։ Իդեպ Հացիկ անվանումը մինչև մեր օրերը հասել է եւ այսօր նույնիսկ մինչև 15 թվականը բնականաբար մերոնք Հացիկ էին դա կոչում, քրդերը վերցրեցին եւ Խասիկ են կոչում։ Մաշտոցի գյուղը այսօր էլ կա եւ եթե դուք այցել եք Արևմտյան Հայաստան, ասեմ որ պաշտոնական քարտեզի վրա այն կոչվում է Գյուվեն։ Սակայն որևէ մեկը շրջակա գյուղերից, ում էլ որ հարցրեցինք, թե որտեղ է Գյուվեն գյուղը, ոչ ոք չկարողացավ իմանալ, ասում էին, որ նման գյուղ չկա։ Ցանկացած մեկի, որ հարցում էր որտեղ է Խասիկ գյուղը, Հացիկ Հացեկաց գյուղը, բոլորը ցույց էին տալիս ճանապարհը։ Այսինքն քրդերը նույնիսկ այսօր շարունակում են պահպանել հայկական ավանդական անվանումը։ Ցավոք սրտի պիտի ասեմ, որ մենք ականատես եղանք նաև այդ գյուղում պայթեցրած եկեղեցու հետքերին։ Անցած տարի, երբ որ Արևմտյան Հայաստանում էինք եւ եկեղեցին պայթեցվել է մի քանի տասնամյակ առաջ ընդամենը, պետք է որ 50-60-ական թվականներին պայթեցված լինի եւ ընդամենը եկեղեցու տեղում այդ հիմքից պայթեցված կավի հետքերն էին։ Նման եկեղեցիների պայթեցրած եկեղեցիների հետքեր մենք Արևմտյան Հայաստանում նույնպես տեսանք։ Ցավոք սրտի ամբողջ Հացեկաց գյուղում ընդամենը մի քրդի տան պատիշարվածքում մնացել էր խաչով մի քար։ Մնացած հիշողությունը ընդամենը հայկական այդ գյուղի, որը մեզանում սրբացված գյուղի այսպես արժեք է ունեցել, Մաշտոցի ծննդավայրն էր։ Մաշտոցը գիտենք, որ որդին էր Կարճազատ Վարդանի։ Կարճազատ տերմինի մասին բավականին շատ քննարկումներ են եղել մեր գրականության մեջ, առավել տարածված կարծիքն այն է, որ դա կիսաազնվական կամ ազնվականների մի հատուկ խումբ էր նշանակում, այնուամենայնիվ այն հանգամանքը, որ Մաշտոցը ծնվել է Տարոնում, իսկ Տարոնը Մամիկոնյանների տիրույթն էր, եւ նրա հոր անունը Վարդան էր, իսկ Վարդանը գիտեք Մամիկոնյաց ավանդական անվանումներից մեկն էր, առիթ է տվել եզրակացնելու մեր բազմաթիվ հայագետների, որ Մեսրոպ Մաշտոցը ինքը եւս կարող էր լինել Մամիկոնյաց ազնվական տան ներկայացուցիչը։ Գիտենք Մաշտոցի կյանքի մասին, իհարկե առավել մանրամասնորեն մենք բնականաբար գիտենք Կորյունի վարք Մաշտոցի ստեղծագործությունից, մենք բավականին մանրամասն տեղեկանում ենք նաև նրա աշակերտներ Մովսես Խորենացուց եւ Ղազար Փարպեցուց, այնուհետև նրանից հետո ապրած բազմաթիվ հեղինակներից Մովսես Կաղանկատվացի, Կարապետ Սասնեցի եւ շատ ուրիշներ։ Ընդհանուր առմամբ մոտ 30 մատենագրական շատ կարևոր
հանգամանալի այսպես վկայություններ ունենք Մաշտոցի կյանքի մասին, որը այսօր մեզ թույլ է տալիս բավականին մանրամասնորեն մեծագույն հայորդիներից մեկի կյանքին ծանոթանալ։ Գիտենք, որ Մաշտոցը նախնական կրթությունը ստացել է Տարոնում, այնտեղ հունարենով է ստացել իր կրթությունը, որից հետո գալիս է կա կարծիք, որ պետք է ուսումը շարունակած լիներ Անտիոքում, որտեղ եւ կարող էր փայլուն կրթություն ստանալ նաեւ ասորերենի։ Գիտենք, որ նա հիանալի տիրապետում էր բացի մայրենի լեզվից, ուրեմն հունարեն, ասորերեն, պարսկերեն, գիտեր նաեւ վրացերեն, որը նրան օգնեց նաեւ վրացական հայբուբենը ստեղծելուց, դրան կանդրադառնանք, եւ գիտենք, որ ստացել էր վարդապետական աստիճան, որը թույլ էր տալիս վարդապետները կարող էին ուրեմն քարոզել եւ դասավանդել։ Գալիս է արքունիկ եւ ունենալով բացառիկ գիտելիքներ, տիրապետելով մի քանի լեզուների, նա մտնում է աշխատանքի արքունի դպրատանը եւ ըստ որոշ կարծիքների նա պետք է որ մինչեւ դիվանապետի աստիճանի հասած լիներ եւ եղել է արքունիքում թագավորին բավականին մոտ կանգնած մարդկանցից մեկը, նաեւ արքունի թարգմանչի կարևոր պաշտոնն է զբաղեցրել։ Հետաքրքիր շատ կարևոր հանգամանք, հասնելով շատ բարձր մի դիրքի, լինելով թագավորի այսպես մոտ կանգնած մարդկանցից մեկը, նա բավականին անսպասելի հեռանում է արքունիքից։ Ընդ որում արքունիքից հեռանալը տեղի ունեցավ 394 թվականին։ 389-ից նա արդեն արքունիքում էր, իսկ դա այն ժամանակ էր, երբ որ Հայաստանը արդեն բաժանվել էր Հռոմի եւ Պարսկաստանի միջև եւ Հայաստանի արևմտյան մասը անցավ հռոմեական կամ արևելյան հռոմեական տիրապետության տակ, 2 տարի հետո ոչնչացվեց այնտեղ թագավորությունը, իսկ արևելյան Հայաստանը, մեծ մասը Հայաստանի գտնվում էր պարսկական տիրապետության տակ եւ իհարկե շատ մեծ մտահոգության առարկա էր Հայաստանի ճակատագիրը։ Եվ այս ժամանակ է, որ 394 թվականին Հայաստանի բաժանումից 7 տարի հետո նա հրաժարվում է արքունի կյանքի ամբողջ ճոխություններից։ Հրաժարվում է եւ ինչպես Խորենացին է նշում, շատ կարեւոր է Խորենացու տված գնահատականը, որ զգալով, որ մոտեցել է հայոց թագավորության վաղճանը, նա իր հոգացության նյութը դարձրեց երկրի ու ազգի ճակատագիրը եւ թողեց այս բոլոր շքեղությունները, բոլոր այս պաշտոնական, իշխանական, այս բոլոր ճոխությունները եւ հեռացավ աշխարհիկ կյանքից, տրվեց վանական կյանքի։ Հետաքրքիր է, որ այդ շրջանում նա որոշեց անցնել ճգնակեցության եւ Մեսրոպ Մաշտոցի այս քայլը պիտի ասել, որ ցավոք սրտի բավարար գնահատական չի գտել մեզանում։ Ինչի համար։ Սա պարզ աշխարհաթողություն չէր Մաշտոցի արածը, որովհետև մենք տեսնում ենք մի շատ կարևոր քայլ։ Մաշտոցը այդ տարիների ընթացքում գնաց ճգնակեցության, ամբողջական ասկետական կյանքով ապրելով եւ հավաքեց իր շուրջը նման կյանքով ապրող աշակերտների։ Հետաքրքիր է ինչը, աղբյուրներում նշվում է, որ երբ որ նա գնաց Գողթն, Գողթնի ճամփորդությունը, ես հիմա խնդրեմ մեզ ցույց տան քարտեզը, առաջին ճամփորդությունը, երբ որ Մաշտոցը կատարեց, Մեսրոպ Մաշտոցը դեպի Գողթն գավառ, այնտեղ նրա հետ գնում էին 40 ճգնավորներ։ Սա շատ կարևոր է, տեսեք, գուցե թե 40 թիվը այստեղ ինչ-որ առումով սիմվոլիկ է։ Կարմիր սլաքներով դուք հիմա կտեսնեք մոտիկից Վաղարշապատից դեպի Գողթն ճանապարհը։ Ուրեմն, ինչ էր անում Մաշտոցը։ Տեսեք, 40 ճգնավորներ, նորից ասեմ, գուցե 40-ը սիմվոլիկ թիվ է հետագայում, այսպես, բայց գնաց ճգնավորների մի խմբի հետ եւ որոշում է Հայաստանում սկսել քարոզչական գործունեությունը ազգային, հոգևոր, միասնական դաշտ ստեղծելու համար։ Տեսեք, այստեղ առաջին հայացքից կարող է սա տպավորություն թողել, որ քրիստոնյա քարոզիչ էր գնաց քարոզելու, բայց ցավոք սրտի մեզանում անընդհատ այսպես է ներկայացվել, որ Մաշտոցը քրիստոնեական այսպես ճգնակեցության գնաց, բայց դա միայն դա չէր։ Տեսեք, նա ընտրում է մեծ թիմ, ճգնավորների թիմ, այսինքն մարդիկ, որոնք հրաժարվում են աշխարհիկ կյանքից եւ իրենց նպատակն են դարձնում քարոզել ամբողջ Հայաստանում եւ ստեղծել ազգային հոգեվոր միասնական դաշտ։
Սա մեզանում լրիվ անտեսված է։ Մաշտոցի արածը, ինչպես որ 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին մեր ֆիդայական շարժումն էր, հրաժարվել աշխարհիկ կյանքից, ընտանիք չունենալ եւ լիովին նվիրել ժողովրդի կյանքին, հանուն ժողովրդի պայքարին, Մաշտոցի արածը, եթե այսպես փոխաբերական իմաստով ասենք, հոգևոր ֆիդայական պայքարի փորձ էր։ Եվ ինչն է հետաքրքիր, գնաց Գողթն։ Գողթնում այն հանգամանքը, որ գրվում է, որ հեթանոսները շատ էին այնտեղ, դեռևս շարունակում էր ավելի Գողթնը հեթանոս գավառ լինել, եւ հեթանոսություն դավանող ներկայացուցիչներից շատերը հեռացան մարած կողմերը, սա կարծիք է տվել մասնավորապես Լեոյին եւ մի շարք մեր ուրիշ ուսումնասիրողների, ենթադրելու թե Մաշտոցը օգտվել է տեղի իշխանների, Շաբիտ իշխանն է այնտեղ հիշատակվում, տեղի իշխանների զորքից եւ փորձել է հեթանոսներին այսպես զինված ճնշում գործադրել հեթանոսների նկատմամբ, ինչը որ իհարկե զրո հավանականություն ունի, որովհետեւ հազիվ կարելի ենթադրել մի մարդ, որ հրաժարվեց ամբողջ աշխարհիկ իշխանությունից եւ նվիրեց իրեն ժողովրդի ապագային, հանկարծ իրեն թույլ տար ժողովրդի վրա, սեփական ժողովրդի վրա հավատքի դավանանքի համար զենք զորք բանեցնելու։ Որևէ հիմք չունենք նման կարծիք հայտնելու, անկախ նրանից, թե մեր ուսումնասիրողներից ով է նման ենթադրություն հայտնել։ Ուրեմն դրանից հետո մենք տեսնում ենք, Մաշտոցը շատ լավ գիտակցեց նաև մի բան։ Այս շարժումը կարող է նաև ճնշվել օտար բռնակալների կողմից։ Երբ որ դու ունես ճգնավորների մի այսպես խումբ, որը քարոզում է այսպես ամբողջ ժողովրդի մեջ շրջելով, իրեն նվիրում է միայն ժողովրդին, բայց ամեն ժամանակ այդ ազգի հակառակորդները կարող են ոչնչացնել նվիրյալների այդ բանակը եւ ազգդ մնա անպաշտպան։ Նա կրկին շարունակեց իր մեծ այսպես հոգացությունը, ինչպես մեր մատենագիրներ են նշում, հայրական հոգացությունը իր ազգի խնդիրների նկատմամբ եւ եկավ մի եզրակացության, որ պետք է ստեղծել հայալեզու դպրություն, պետք է գնալ ուրեմն անպայման նոր ճանապարհով եւ եթե այսօրվա մի քիչ տերմինաբանությանը փոխվենք, ապա ֆիդայական ջոկատների պատերազմից պետք է անցնել կանոնավոր բանակի պատերազմի։ Եվ հետաքրքիր է ինչը, որ ներկայացավ Սահակ Պարթևին եւ որոշեցին միասին գումարել հայոց հոգևոր բարձրագույն ժողով։ Եվ հրավիրվեց այդ ժողովը։ Հետաքրքիր է հրավիրվեց այդ ժողովը եւ ժողովի ընթացքում որոշում կայացրեցին հարցը այսպես քննարկել եւ ներկայացնել թագավորին, այսինքն անհրաժեշտ է ստեղծել հայալեզու դպրություն։ Ընդ որում, երբ որ Մաշտոցը ներկայացավ Սահակ Պարթևին, կաթողիկոսին, Սահակ Պարթևը ասաց, որ նույնպիսի մտահոգություն նաեւ ինքը ուներ եւ այդ մտահոգությունը փաստորեն դարձրեցին ամբողջ հայոց հոգևոր դասինը։ Ներկայացան Սահակ Պարթևը եւ Մեսրոպ Մաշտոցը ներկայացան Վռամշապուհ արքային եւ երբ որ ներկայացրեցին այդ ծրագիրը, ընդ որում փորձում էին նրան այսպես անպայման համոզել, որ շտապիր, որ այս կարևոր գործը լինի քո թագավորության օրոք եւ դու հիշվես սերունդների հիշողության մեջ, որպես այդ մեծ գործի հովանավոր։ Վռամշապուհը հիշեց, որ Ասորիքում գտնված ժամանակ, երբ որ նա գնացել էր հաշտեցնելու ուրեմն Միջագետքում Ասորիքում ծագած խռովությունները, այդ ժամանակ նրան տեղեկացրել էին, որ Ասորիքում Դանիել անունով մի եպիսկոպոսի մոտ, ազգությամբ Ասորի, պահպանվել են հայոց վաղնջական գրերը։ Բնականաբար սա մեծ ոգևորություն առաջացրեց եւ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի մոտ եւ նրանք թագավորին խնդրեցին հնարավորինս շուտ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի վերադարձնեն այդ գրերը։ Թագավորը ուղարկեց Վահրիչ անունով մի պալատականի, որը մեկնեց Ասորիկ, գնաց Իեդեսիա, հանդիպեց Դանիել եպիսկոպոսին եւ նրա մոտից բերեց գրերը։ Դրանք հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան նշանագրեր անունով։ Դանիելյանը իհարկե ճակերտների մեջ են միշտ նշում, որովհետեւ հեղինակը Դանիելը չէր, պարզապես Դանիելի մոտ էին պահպանվել։ Մեծ ոգևորություն սկսեց մեզանում եւ ենթադրվում է, որ դա պետք է լիներ մոտավորապես 403 թվականին, այսինքն գիտենք, որ մոտ 2 տարի Դանիելյան գրերը օգտագործվել են Հայաստանում, իսկ 405-ից հետ գնալով մենք տեսնում ենք, որ պետք է դա եղածներ 403-ին մոտավորապես։ Թեպետ ասեմ այստեղ,
որ մենք մի քանի հարցականներ ունենք Մեսրոպ Մաշտոցի կենսագրության ժամանակագրության հետ կապված, նաև գրերի գյուտի թվականի հետ կապված։ Գուցե մենք դրան անդրադառնանք մեր հաջորդ հաղորդման ժամանակ, որովհետև Մաշտոցի մասին նյութը բավականին մեծ է եւ մենք մեր հաղորդումը երկրորդ կեսը կշարունակենք հաջորդ շաբաթ։ Մենք այստեղ ուղղակի արձանագրենք, որ Դանիելի մոտից բերած նշանագրերը օգտագործեցին 2 տարի, սակայն դրանք չէին բավականացնում հայոց լեզվի ամբողջ լեզվական ճոխությունը արտահայտելու համար։ Եվ այս պայմաններում է, որ Մաշտոցը որոշեց շարունակել որոնումները։ Առաջին բանը, որ կասկածն էր, արդյոք Դանիելի մոտից բերված այբուբենը ամբողջական է։ Եվ հենց այդ նպատակով ինքը թագավորից խնդրեց օժանդակել եւ վերցնելով իր հետ աշակերտների, ավագ աշակերտների մի խումբ, մեկնեց Ասորիկ եւ Եդեսիայում անձամբ հանդիպում ունեցավ Դանիել եպիսկոպոսի հետ։ Սակայն հանդիպման արդյունքում պարզվեց, որ այն ամենը, ինչ որ ուներ Դանիելը, ուղարկել էր եւ ավելին չուներ, ավելին տեղեկություն չուներ կամ գիտելիք չուներ, եւ այս պայմաններում է, որ Մաշտոցը շարունակեց իր ուրեմն փնտրտուքները։ Ընդ որում Մաշտոցի փնտրտուքների մասին, երբ որ մենք խոսում ենք, հետաքրքիր մի բան, Կորյունը ասում է, որ տեսիլքը, որով նա ստացավ այբուբենը, տեղի է ունեցել Եդեսիա քաղաքում, որից հետո նա շարունակեց ճանապարհը եւ Սամոսատում, նախկինում Կոմագենեի հայոց թագավորության մայրաքաղաքում, ազգությամբ հույն մի նշանավոր գիտնականի հետ, Հռոփանոսի հետ, որը նաև հայտնի գեղագիր էր, այսպես կանոնակարգեցին, գեղագիտական ոճավորումը տվեցին այբուբենի, մինչդեռ Մաշտոցի մյուս 2 աշակերտները, որոնք բնականաբար նույնպես Մաշտոցից պետք է լսած լինեին ամբողջ գրերի ստեղծման մասին պատմությունը, նրանք տեղեկացնում են, որ գրերի գյուտը տեղի է ունեցել ոչ թե Եդեսիայում, այլ հենց Սամոսատում։ Փարպեցին եւ խորենացին, նշում են, որ Սամոսատն էր գրերի գյուտի վայրը։ Ինչն է այստեղ շատ կարևոր։ Խորհրդային ժամանակներում տարածում գտավ այսպիսի մի տեսակետ, թե գյուտի մասին պատմությունը հորինել են հայերը, որպեսզի ավելի այսպես սրբազան երանգավորում տան։ Մինչդեռ պիտի ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասել, որ նույնիսկ ամենաաթեիստական դիրքորոշում ունենալով հանդերձ պետք է միանշանակ ասել, որ հաստատ այդ պատմությունը հորինված չէր։ Մենք համաշխարհային պատմության մեջ ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ հայտնագործությունները, նման մեծ հայտնագործությունները տեղի են ունեցել տեսիլքի միջոցով։ Հեռու չգնանք, հենց բոլորից շատ հայտնի Մենդելեևի քիմիական տարրերի պարբերականության աղյուսակը, երբ որ կարդում ենք Մենդելեևի ավագ աշակերտ եւ գործընկեր Ինոստրանցևի հուշերը, այսինքն ճիշտ նույնպիսի հարաբերություն ուներ Մենդելեևի հետ, ինչպես որ Կորյունը Մեսրոպ Մաշտոցի, կարդալով հուշերը համարյա թե տարբերություն չեք գտնի։ Եթե Մենդելեև եւ Մաշտոց անունները փոխենք տեղերը, ձեր մոտ տպավորություն կստեղծվի, թե Ինոստրանցևի գրածը 10-րդ դարում գրել է Կորյունը կամ հակառակը 5-րդ դարում Կորյունի գրածը գրել է Ինոստրանցևը։ Նույնպես, ինչպես որ մեր դեպքում է, երկարատև տքնաջան գիշերներից հետո ոչ քուն, ոչ արթուն, շատ հետաքրքիր է, երկուսի մոտ էլ նույնպիսի բնորոշում է, այսպիսի վիճակում տեղի ունեցավ տեսիլքը, եւ Մենդելեևը տեսնելով այդ տարերի աղյուսակը, արթնանալով կամ ավելի ճիշտ արթմնի վիճակի գալով, որտեղ քնած չէր, կիսաքուն, կիսարթուն վիճակի մեջ էր, նա արագ-արագ սկսեց գրի առնել ինչ որ հիշում էր։ Ամբողջը չհիշեց, բայց միևնույն է, երբ որ համակարգը ունես, մնացածը ըստ այդ համակարգի վերականգնելը մեծ դժվարություն չէր ներկայացնում։ Սա 10-րդ դար Մենդելեև, եւ մենք տեսնում ենք, որ նույնպիսի մի իրադրություն նկարագրում են մեր պատմիչները տեսիլքի միջոցով։ Ես չեմ ուզում որևէ մեկնաբանության այսպես կողմ կամ դեմ լինել, պարզապես հավատացյալները թող հավատան, որ սա Աստծո տեսիլք էր, աթեիստները թող աթեիստաբար ասեն, որ սա, ինչպես որ Ինոստրանցևն է ասում, մարդու երկարատև մտավոր կենտրոնացման եւ հոգեբանության մի զարմանահրաշ մի կապ է, մի օրենք, որին մենք հասու չենք կարողանում լինել։ Սա լինում է ժամանակ առ ժամանակ մարդկության մեծերի մոտ։
այնպես որ այն, որ տեղի ունեցավ 405 թվականին տեսիլքը, անկախ նրանից դա Եդեսիայում էր թե Սամոսատում, սա անշուշտ իրականություն է եւ սա պետք է ծնունդը լիներ Նեսրոպ Մաշտոցի հանճարեղ ուղեղի եւ իհարկե Աստծո կամքով այդ տեսիլքը, որ նրան երևաց, դրա շնորհիվ մենք ունեցանք հանճարեղագույն մեր ձեռքբերումներից մեկը հայոց նոր գիրը, հայոց այբուբենը, 36 տարանոց հայոց այբուբենը, որը փաստորեն դարձավ մեր ժողովրդի պատմության կարևոր մի բաղադրամասը, դարձավ, ինչպես ընդունված է ասել, հայոց նոր զորքը եւ փաստորեն մենք տեսնում ենք այն, ինչի նպատակը, որ դրել էր ստեղծել ազգային միասնական հոգևոր դաշտ, Մեսրոպ Մաշտոցը դեռևս ճգնավոր լինելով, մենք տեսնում ենք, որ այս խնդրին հասնելու համար Մեսրոպ Մաշտոցը գնում է ավելի մեծ ճանապարհի, ավելի մեծ դաշտով ստեղծել հայալեզու դպրություն եւ պետական մակարդակի վրա բարձրացնել հայալեզու դպրության տարածումը ամբողջ հայ իրականության մեջ, ինչը որ մենք գիտենք տեղի ունեցավ եւ հետագա 1600 տարիների ընթացքում եղավ մեր ժողովրդի ինքնության կարևոր, այսպես գրավականներից մեկը, որին ականատեսն ենք լինում նաև մենք այսօր։ Ես ասեմ, որ ճիշտ ասած սկզբում մտածում էի, որ մեկ հաղորդման ընթացքում հնարավոր կլինի, բայց մենք ունենք դեռևս հսկայական նյութ Մաշտոցի մասին խոսելու։ Մասնավորապես գյուտից հետո բնականաբար նախ գյուտի նշանակությունը։ Գյուտից հետո Մաշտոցը սկսեց քարոզչական իր ամբողջ գործունեությունը, հայոց մանկավարժական, այսպես նոր դպրոցի հիմնադրումը, ամբողջ հոգևոր երաժշտությունը, քարոզչությունը Արևելյան Հայաստանում, քարոզչությունը Արևմտյան Հայաստանում, վրացական այբուբենի ստեղծումը, աղվանից այբուբենի ստեղծումը, ամբողջ այս հսկայական նյութը, որ մենք ունենք, մենք կխոսենք այդ մասին, նաև հայոց ազգային եկեղեցու ազգային ծիսակարգի ստեղծումը, հայալեզու ծիսակարգի ստեղծումը Եվ ի վերջո Մաշտոցին մենք կարող ենք տեսնել ու գնահատել որպես հայոց նոր քաղաքակրթության, հայոց մշակութակենտրոն քաղաքակրթության հիմնադրի։ Մենք կշարունակենք հաջորդ շաբաթ մեր հաղորդումը եւ անշուշտ հաջորդ շաբաթվա մեր հաղորդումը նորից կշարունակվի նվիրվել հայոց պատմության մեծագույն գործիչներից մեկին, Մեսրոպ Մաշտոցին։ Այսօր այսքանը Հաջողություն բոլորիս։